Մայրիկ ջան, առևտուր կա։ Ձեր մոտ։ Մենք եկել ենք տնանք ոնց եք ապրում ստեղ։ Կյանքը ոնց է ձեր մոտ։ Ոչինչ, փառք Աստծո, օրիկ իմանա։ Հա։ Ատենց։ Առևտուր կա ձեր խանութում։ Դժվար։ Չի, չէ։ Ձմեռը շատ դժվար է, ամառը ոչինչ։ Ամառը ոչինչ։ Պարտքերի ցուցակ կա, դեռ մարդիկ պարտքերով են։ Շատ, 70 Հլացես տվեք։ Ինչը, այնա մի հատ են հաճախորդ ունեմ։ Ահա, խնդրեմ։ Պարկերի տետրը տարին 2 անգամ փոխում եմ։ Բա, դες ինչքան կա, մինչև 70 էջ համարյա գրվում է։ Ինչ են վերցնում պարտքով մարդիկ։ Հացից սկսած, մինչև կոֆե, մինչև տնտեսական ապրանք, խնդրեմ։ Էսը մյուս տետը։ Էսի վերջացել էր, էլ ընդհանրապես վիճակի չէ, փոխել եմ նորը, այդտեղ նորն ենք սկսել, ես նոր տարուց, բայց էլի նույն վիճակն է։ Այն խնդրեմ 80,000, հիմա այդ տղեն հորդ պետքա ծախի, որ բերային պարկերը։ Հա։ Բայց այնտեղ կա 100 դրամ, 200 դրամ, չէ՞։ Դե երեխաներն են, ասենք, դա զետոկն եմ տալիս, դրանք, ասենք իրա հետ հաշվում են, որ Էй լավ վիճակից չի էլի որ գրվում է։ Կեսը մարած, կեսը չմարած։ Այդ ջնջացել է, հիմնա էլի։ Այն մինչև վերջքը նման, տես, խնդրեմ։ Էս էլ լավ վիճակն է, լավ վիճակ չկա։ Այսինքն մարդիկ իրենց ամենօրյա առաջին անհրաժեշտության բաներն էլ էլի պարտքով են առնում։ Հա, նույնիսկ հաց։ Գումար չկա դրա համար։ Նույնիսկ հաց կա, այնա մեր հաճախորդը կա, քանի ամիսա չի կարեմ։ Հազիվ երեխաներին տենց բանանում, որ կարեն գոյատևեն։ Մարդիկ կան լավ են, ապահով են, իրանք մարդիկ էլ կան շատ նեղված են, մեծ մասամբ նեղված են։ Հարկերը, վարկերը շատ է ժողովրդի, ստացած գումարը հազիվ տալիս են պետությանը։ Իսկ որ իշխանություններն ասում են հիմա 50%-ով ավելի բարեկեցիկ են մարդիկ ապրում, դուք այդ բարեկեցությունը չեք զգում։ Ես вообще չեմ զգում, որովհետև կաթ շատ էժան են վերցնեմ մեզանից։ 170 դրամ ասեց։ Հա, շատ էժան է, դե չես կարում քո հարցերը լուծես։ Խոթարքի ժամանակ էլ է շատ դժվար։ Խոթարքի ժամանակ вообще դժվար է։ Այդ կաթի փողը չի հերիքում, վարկերը տան, պարկերը, դե ուսանող ունենք, ասենք դրսում երեխեք կան, սովորում են, աշխատում են, ուզում ենք մի բանով օգնենք, չենք կարում, տենց։ Իսկ աշխատատեղերի բանի խնդիր կա այստեղ, ընդհանրապես ինչ խնդիրներ ունի Գորայքը։ Դե մարտից ինչ որ Լիդիան պետք է աշխատի, բանվորները, տղերքը, ջահելները սպասում են այդ բանը որ աշխատեն, բայց ընդհանրապես գործատեղ չկա։ Մեծ մասը թողնում գյուղից գնում, ջահելները вообще չեն մնում։ Ջահելները չեն։ Ապակա չեն տեսնում։ Ապակա չկա, ցավոտամ, ինչ ապակա։ Լույսը բացվում է, այսօրվա օրով տենց կարում ենք գոյատևենք։ Իսկ դուք այս խանութի համար հարկեր, բան տալիս։ Շատ հարկերը, փոքր բիզնես։ Փոքր փուջուր շատ փոքր բիզնես է, ես գնացել եմ այն օրը գրասենյակում, դե ասում եմ մենք չենք կարա, մեր ձեռքներ ոչ բան չկա, օրենքա պետքա վճարումներն անենք։ Ամսիկա մենք բանը շատ սոց վճարահարկային գրասենյակ, դրոշմանիշ եսիմ։ Հիմա էլ նորից ապահովագրություն եմ մցրի, նորից այդ պետքա վճարում անենք, որ վաղ միսօրը բժշկվելու հարց ունեն։ Մենք դե ես զոհվածի ընտանիքա, մեր ընտանիքը երեխա ունեմ կորցրած 18 տարեկան բանակում է զոհվել 2004 թվին է եղել, այս պատերազմների ժամանակ չի եղել, բայց այդքանն էլ ոչ մի բան հաշվի չեն առնում, որպես զոհված ընտանիք զեղչեր չունենք, ոչ մի ձևի։ Նույն հարկային տերորը շարունակ։ Փոքր երեխուսը թոշակ են տալի, նպաստ թոշակ 30,000 ու վերջ։ Դրանով էլ ինչ է կարող։ Հա, դրանով ինչ անես։ Հիմա ամեն ինչ էլ թանկանում է, ամեն ապրանք, ամեն ժամանակ առաքի չգալիս է, ամեն ապրանքի վրան գինը ավելացած։
պապիրոսից բռնած, ջրեղենից, այդտենց ամեն ինչ։ Այսինքն դուք դեռ խանութ ունեք, քիչ թե շատ ոնց որ բիզնեսմեն եք համարվում Գորայքի, էլի դուք հազիվ եք կարողանում յոլա գնալ։ 2004 թվականից որ սկսած աշխատում էին, մեր խանութը կրպակային էր կոչվում, նորմալ էր։ Կարում ենք հասցնենք, բայց հիմա հետո որ սկսավ արդեն հարկերը քիչ բարձրանալ, ես 18 թվականից էլ ոобще բարձրացավ, հիմա էլ ամիս ենք վճարումներն անում, ավելի բարձր է, այլ մեր խանութի համեմատ բարձր է, կարող է ուրիշ խանութների համեմատ չնչին գումար լինի, բայց մեր խանութի համար, որովհետև երեք ասենք օր ալնում, սկի չես կարեմ հացիդ փողը պատրաստ լինի, որ ասենք գումարը 10։ Այսինքն այդ նվազագույն ծախսերներ չի փակում։ Մեղադրելու չի, որովհետև անասունը չես կարա ամեն օր տնես, մորթես կամ ծախես, որ ձեռքդ գումարը լինի։ Այդքանը չեմ անում։ Իսկ թոշակ բան ստանում եք, այսինքն թոշակներ։ Սա թոշակ ստանում, հեսա մի տարի է, ես պետք է թոշակավորվեմ, այդ մեկ էլ երեխուս այդ գումարնա անասուն ենք պահում, սենց ես փոքր խանութով կարում ենք սենց ասած յոլա գնալ, էլ ինչ ես։ Այսինքն այդ բարեկեցություն ասվածը հեղափոխությունից հետո չեք ստանալ։ Մենք կարում ենք ինչ որ տան համար բաներ ավելացնել, երեխեքին օգնել, ասենք թորներ ունեմ, այս զոհված երեխուց հետո աղջիկ եմ ունեցել, հիմա Երևանում համ սովորում եմ, համ աշխատում, չեմ կարում երեխուս մի բանով օգնեմ։ Ստիված ինքը ընդ աշխատում է, որ կարա իր հարցերը լուծել, այդ վարձերն, ապարկերն, պարապմունքը